Բարև ձեզ, եթերում 1000-ից հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հայաստանում այսօր 100-ից ավելի ընտանիքներում խնամք են ստանում այն երեխաները, որոնք ունեն ընտանեկան երջանկության ու հոգատարության կարիք։ Մեր հյուրն էլ այսօր մեկն է նրանցից։ Մարդ, ում շնորհիվ 3 երեխաները չհայտնվեցին մանկատանը։ Հռիփսիմե Մանուկյանը պատրաստ է այսօր մեր եթերում խոսել իր հաղթահարած դժվարությունների եւ փորձառության մասին։ Ես Հռիփսիկ Ռոբերտի Մանուկյանն եմ, զբաղված եմ խնամակալության ոլորտում, ունեմ իմ խնամքի տակ 3 անչափահաս երեխա, մայրազուրկ, որոնք ունեն հայր, ունեին տատիկ, որը հիմա չկա, վախերը եւ հարցականները եւ մեծ, այսպես ասեմ, պատասխանատվության այդ ծանրությունը եկավ հետո։ Երբ որ հասկացա, որ ինձ այսպես ասած, երբ որ դայակ ես աշխատում, դու աշխատում ես ընտանիքում, որտեղ դու ընդամենը ղեկ ես, որը տանում է այնտեղ, որտեղ որ ուզում են ծնողները։ Եվ դա կար, այսպես ասած, ուղղորդության մի ճանապարհ, եզիր։ Այստեղ ես մենակ եմ, ես դժվար է շատ, գիտեք, երբ որ դու ունես, դա քոնն է եւ քոնը չեն, դու հասկանում ես, որ դա քոնը չեն եւ դու պետք է դա տանես չվրիպելով։ Ամեն պատուանից ձեզ են նայում, ամեն խանութի դուռը բացվում է, ճիշտ է, շնորհակալություն են հայտնում, բայց նաև հասկանում ես այն ծանր պատասխանատվությունը, որ դրել եմ ուսերից, չգիտեմ լավ եմ անում, թե վատ ճիշտ եմ ասում։ Բազմաթիվ մարդիկ դիտելով այս հաղորդումները անհատապես օգնում են մեր հերոսներին։ Նախագծի գործընկերը Ձերժավա ընկերությունն է։ Ձեր դիտումը, մեկնաբանությունը կամ տարածումը անչափ կարևոր են մեզ համար։ Դրանով դուք ձեր մեծ ներդրումն եք ունենում ինչպես հաղորդման զարգացման, այնպես էլ մեր հերոսների խնդիրների հանրահռչակման եւ լուծումներ գտնելու հարցում։ Բարև ձեզ, Տիկին Հռիփսիմե, շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Տիկին Հռիփսիմե, մինչև խոսենք երեխաների եւ խնամակալությունը նրանց ստանձնելու մասին, նախ ուզում եմ մի փոքր ձեր մասին պատմեք, հա։ Ով եք մասնագիտությամբ, որտեղ եք ապրել, ինչով եք զբաղվել ժամանակին։ Աշխատել եմ զուգահեռ երաժշտական դպրոցում, Դաշնամուրի դասավանդող ուսուցիչ եւ մանկապարտեզում դասիրակ երաժշտական։ Նաեւ աշխատել եմ սպորտ դպրոցում որպես ակոմպանիատոր գեղարվեստական բանվորության սեկցիայում։ Քանի տարի։ 7 տարի աշխատել եմ սպորտ դպրոցում, հետո երկար մինչև սովետական միության փլուզումը եւ մի փոքր դրանից հետո աշխատել եմ նշված դպրոց մանկապարտեզ, դրանից հետո այն մասնավոր պրակտիկա, չգիտեմ ոնց ում ցանկությամբ հայտնվեցի որպես դայակ, ասեմ։ Ես ուզում եմ նաև հարցնել, դուք փաստորեն բնակվում եք Սևան քաղաքում։ Այո։ Եվ ինչպես, եթե կարելի է արդեն անցնենք հա բուն թեման, ինչպես իմացաք երեխաների մասին։ 3 երեխաներ, 8, 9 եւ 12 տարեկան, եթե չեմ սխալվում, երեխաների տարիքը։ 3 երեխաներ փաստորեն զրկվեցին իրենց խնամակալից տատիկից, ով մահացավ, եւ բնակվում էին հայրիկի հետ երեխաները։ Մայրը ավելի վաղ տարիքում էր երեխաներին լքել եւ հեռացել։ Այո։ Եվ տատիկի մահվանից հետո փաստորեն երեխաները հայտնվել էին վտանգի առաջ մանկատանը հայտնվելու։ Դուք ինչպես իմացաք երեխաների մասին, որտեղից տեղեկացաք, նրանց ճանաչում եք, թե ինչպես ստացվեց հա ձեր կապը։ Բացատրեմ։ Ինձ զանգ եկավ Սևան քաղաքի համայնքից, համայնքապետարանից, հրավիրեցին այսպիսի մի ծրագրի մասնակցել, սեմինարի, որը կոչվում էր խնամակալ ընտանիքներ։ Ճիշտ ասած, միշտ երազանքներ եղել երեխաների ուզել, միշտ մանկատանից վերցնել, երևի թե դայակ աշխատելը եկավ դրանից, որովհետև երեխաների հանդեպ սերը բերեց սիրում, ուզում, այդպես ստացվեց։ Գնացի, մասնակցեցի եւ մեծ զարմանքով եւ ուրախությամբ հասկացա, որ կա նման ծրագրեր
ծրագիր, որ կա նման աջակցություն, նման ընտանիքների դրանով եկա մեր տուն, դրանով ամեն ինչ ավարտվեց։ Չեմ կարա ճշտեմ երբ մասնակցեցի եւ երբ նորից զանգ ստացա հարցումով կուզեք լինել այսպիսի մի ընտանիքում դայակ խնամակալ։ Ու ընտանիքի պատմությունը ձեզ ներկայացրեցին։ Իհարկե, ներկայացրեցին, դե ճիշտ ասած մի բան է տեսությունը, մի ուրիշ բան պրակտիկան, բնականաբար ուզեցա ուղղակի տեսնել։ Այսինքն միանգամից որոշում չեք կայացրել։ Դե իհարկե ոչ։ Ուղղակի առաջարկը հետաքրքրեց, որոշեցիք ծառ։ Բացի հետաքրքիրը մի տեսակ, երբ որ գնացի երեխաներին, այսպես ասեմ, զարմացած, վախեցած աչքերով, որտեղ երևի թե չկար մանկություն։ Եկա տուն, ես ապրում եմ մեծ տղայիս հետ, մենք խոսեցինք, խորհրդակցեցինք եւ համաձայնեցի։ Տղան ինչպես ընդունեց ձեր։ Երբ որ ես եկա սեմինարից, մենք խոսեցինք, հասկացանք, որ ուղղակի ինքը այդ ժամանակ վիրահատված էր եւ անկողնային վիճակում էր, մենք չենք կարող վերցնել երեխա մեր տանը պահել, բայց գաղափարը ընդունվեց, այսպես ասած։ Մենք շուն ունենք տանը, եթե շունը պահում ենք, երևի թե հավանաբար երեխա էլ կընդունենք կպահենք։ Ինձ այդ ձև է թվում, որ մարդիկ, որոնք բաց են աշխարհին, սիրով բաց են ամեն մի բանի, որը ստեղծված է մարդու համար, բնության, տիեզերքի, աստվածայինի կողմից, երևի իրենք ունակ են խնամել ուրիշ երեխա, չգիտեմ։ Թոռնիկներ ունեք, հարազատ թոռնիկներ ունեք։ Ունեմ, մեկն է, ցավոք, մեկն է, մեծ տղաս ընտանիք դեռ չունի, փոքրս ունի 15 տարեկան տղա։ Շատ լավ։ Փաստորեն, երբ որ այցելեցիք բնակարան, տեսաք հա վիճակը, որոշումը կայացրեցիք, խնդրեմ մի փոքր նկարագրեք այն ինչ տեսել եք։ Ինչը ձեր վրա ամենամեծ ազդեցությունը թողեց ձեր որոշման վրա, հա, ամենամեծ։ Գիտեք, ամենամեծը, ճիշտ ասած, ես չէի պատկերացնում, որ նման վիճակում բնակարաններ կարող են լինել առաջինը։ Շոկս առաջինը դա էր եւ անխնամ բնակարան, անխնամ վիճակում կահույք, տատիկը դեռ կենդանի էր, ես այնտեղ արդեն աշխատում էի, որ տատիկը մահացավ եւ տատիկին էլ եմ մասամբ խնամել, չեմ ուզում այդպես ամպագորգոր բաներ, հա, ինքը օնկոլոգիա ուներ, անկողնային էր, հայրը միայնակ չի կարողացել ապահովել խնամքը, մաքրությունը։ Դե բնականաբար, եթե պարկած է, բայց ու զարմանքս գիտեք որն էր, երբ որ ես հասկացա, որ 9 եւ 12 տարեկան երեխաները կարող են հոգ տանել իրենց կեցության, որը իմ համար իհարկե անընդունելի է, դե երեխա է, որը պետքա անհոգ, գոնե մասամբ անհոգ մանկություն ունենա, բայց ճիշտ ասած մեկ տղայիս հետ երբ որ պատմում զրուցում եմ, ասում եմ, ինձ թվում է ես խանգարում եմ այդ երեխաներին ինչ առումով կայանալու, իրենք կայացած են իրենց ոնց ասեմ պլատֆորմայի վրա, այն պատկերացումները, որ մենք ունենք անձի կայացման, իրանց համար դա չկա, իրենք կարող են հեշտ փայտ կոտրել, վառարան վառել, գազօջախից օգտվել, որը որ շատ ընտանիքներում երեխաներին հեռու են պահում եւ միգուցե ճիշտ է, միգուցե սխալ, չեմ կարող ասեմ։ Պայմանները ստիպել են երեխաներին, որ իրենք իրենց մասին հոգ են տանում, բնականաբար դե շատ զարմացել։ Իսկ մայրիկը վաղ տարիքում էր լքել նրանց։ Լևոնը, ասեմ, մեկ օր հարցրեցի, Արայիկ, դու 12 տարեկան ես, բա ինչու ես 5-րդ դաս անում, ու իմացա մի դժվար բան, ասեց, Ռուբցիկ տատիկ, այդ տարի պապան Ռուսաստանում աշխատում էր, մաման էլ թողել գնաց, եւ երեխան չկարողացավ իր հասակում գնա դպրոց, հաջորդ տարի երևի գնաց,
Այդձև Լևոնը 1 տարեկան ճիշտ թիվը չգիտեմ Ամեն դեպքում վաղ տարիքում են եղել երեխաները, երբ մայրը լքել է։ Այո։ Իսկ երեխաները ինչ հոգեվիճակում էին, ինչ խնդիրներ ունեին, հա իրենց ապրած այդ ապրումների, նաև մանկատանը հայտնվելու վախի հետևանքով նրանց հոգեբանական վիճակը ինչպիսին էր։ Չգիտեմ ինչքանով աղջիկը շատ փակ է, որպեսզի ես հասկանամ, ես կարող միայն իր աչքերից, իր դիստանցիա պահելուց հետո անադիստացիռուет, երբ որ իրան մոտ դժվար ինչ-որ հարց են տալիս իրեն, կամ ինչ-որ դժվար պարագայում է հատնվում, ինքը փակվում նույն պահին։ Ես Ալվարդիկի արտաքինից եմ կրահում հարցի այսպես ասած պատասխանը։ Ինձ թվում է Լևոնը չի հասկանում այդ մանկատուն ասվածը ինչ է։ Արայիկը այն մարդն էր, որի պատճառով ես չէի ուզում գնալ այդ ընտանիք, քանի որ ինքը դժվար հասակում էր, տղա էր։ Ես ինքս 2 տղա եմ պահել եւ գիտեմ տղաների մոտ անցումային այդ շրջանը ինչ խնդիրներ կարող է առաջացնել, բայց ինձ ասացին, որ ինքն էր, որ համաձայնեց չբաժանել, չհանել ընտանիքից իրենց եւ ինքը պատրաստ է դրան, որպեսի համագործակցի, որպեսի մնան իրենց տանը, ունենալով ինչ որ այսպես ասեմ մի օտար տատիկ, տիկին, չգիտեմ, մորաքույր։ Իսկ վարքային փոփոխություն չկար երեխաների մոտ, երբ որ խաղում են, շփվում են հասակակիցների հետ։ Իրենք չեն շփվում։ Ինչու՞։ Իրենց հետ չեն շփվում։ Սոցիումը, այսպես ասեմ, քանի որ իրանք շատ վատ վիճակում էին, միգուցե ժամանակին լոգանք չէին ընդունում, արտաքինը, այսպես ասած, խնամված էսթետիկ չէր, դե երեխաները այդպիսին են, իրենք իմ համար ամենադժվարը գիտեք որն էր, երբ որ դուրս առաջիկա օրերին իրենք դրսում խաղում էին, ես պատուհանից իրենց հետևում էի ու հասկացա, որ իրենց հետ չեն խաղում, կային երեխաներ, բայց իրենք չէին շփվում, կոնտակտի չէին գնում, ամենացավալին իմ համար դա էր երևի, որտեվ ես չէի հասկանում ոնց կարելի է լինել երեխա չունենալ ընկերներ դրսում, Արայիկը ունի իհարկե, դպրոցում էլ ունի, բայց այն երկուսի հետ այս վերջերս հանդես էր նոր տարվա դասարանում, երաժշտություն էին միացրել, հանկարծ նկատեցի, որ բոլոր տղաները ուսուսի տված պտտվում են, իսկ իմ փոքրիկ Լևոնը կողքից շարժումներ անում եւ չի գրկված։ Մոտեցա, շղթան բացեցի, Լևոնին ասեցի երեխեք ջան, թող իմ փոքրիկ Լևոնն էլ մասնակցի եւ ասեմ մի բան, թիթեր բաբочка, դա պահանջեցին կարմիր գույնի, ես տանը գիշերը դա կարեցի, երբ որ գնացինք դասարան, բերեցին դասա սեղանի վրա դրեցին մի ուրիշ կարմիր այդ եղածից եւ ասեցին թող Լևոնը հագնի։ Ճիշտ ասած, մերը մի քիչ ավելի վառ էր եւ ավելի մեծ էր, ես ասեցի ինչու, թող չտարբերվի, ասեցի ես չեմ հանելու, թող մի օր էլ էս երեխան տարբերվի մի ինչ-որ գեղեցիկ բանով, այդպես։ Իսկ երեխաները ձեզ ինչպես ընդունեցին, հաշվի առնելով, որ նրանք արդեն գիտակից տարիքում էին, փոքր չէին, հա, ձեր մուտքը, նոր մարդու մուտքը իրենց տուն ինչպես ընդունվեց, ում հետ, Արայիկի հետ ունեցաք դժվարություններ, ասում եք առաջին խնդիրը Արայիկն է։ Ահա, գիտեք, սկզբնական շրջանում դժվարությունները իրեն հետ չէին, հիմա մի քիչ, ես մտածում եմ ինքը ինձ ընդունել է որպես հարազատ եւ դրանից ելնելով բնավորության բոլոր շեշտերը եւ ոչ արդեն ի հայտ են գալիս։ Ալվարդիկը իր մեծ աչքերով զարմացած միշտ ինձ էր նայում, ինքը ասեմ միակ երեխան, որ շատ ինձ օգնում է տնային ինչ-որ գործերում, եւ քանի որ ինքն էլ է զբաղվում դրանով, փոքրիկ տիկին կարծես թե, եթե ինչ-որ բան եմ պատրաստում, գիտի հաջորդիվ ինչ
պարագա ինձ պետք կգա եւ երբ որ ես արդեն ուզում եմ դա վերցնել, տեսնում եմ սեղանի վրա դրված է եւ դա 2 քայլ առաջ Ալվարդիկն է արել։ Այսինքն ինքը հոգ է տարել եղբայրների մասին, հա, նաեւ ժամանակից շուտ մեծացել է, ինչքանով որ կարողացել է բնականաբար։ Դե երև մայրական բնաստը դե աղջիկների մոտ Օրինակ եղբորը հագցնել, դասերը սովորեցնել, կերակրել, այսպիսի գործառույթներ անում է։ Այսպես ասեմ, Լևոնին ահա մասամբ ինքը շատ կամակոր է, իրեն չես հագցնի, իրեն չես կերակրի, ինքը մեծ ինքնուրույն մարդ է, երբ որ պետք է արանից օգտվում էր, դուրը թակեցի, ասեցի Լևոն ես գալիս եմ, պետք է մաքրել քեզ, զարմացած նայեց, ես փոքր չեմ, ես ինքս։ Հա։ Ամեն դեպքում երեխաների մոտ ինքնուրույնություն կա, ստիպված են եղել։ Ավելի շատ, քան որ իրենց տարիքում մնացածը ունեն։ Այո։ Շատ լավ։ Ինչքան ժամանակ է արդեն որ երեխաներին խնամում եք։ Ինչ ժամանակահատվածի մասին ենք խոսում հիմա։ Սեպտեմբերի 6-ից հունվարի 6-ին կլինի 4 ամիս։ Շատ երկար չի, բայց մենք ըստ իս մեծ նվաճումներ ունենք, ասեմ ինչու։ Ես ֆոտո փաստեր էի ուղարկում սկզբնական շրջանում, որ ես արդեն եկել եմ, որ դպրոցի ճանապարհին եմ, որ դպրոցում եմ, հետնամասում դպրոցի Ներողություն, ում եք ուղարկում այդ ֆոտոփաստերը։ Իմ կուրատորին։ Որպեսզի դե աշխատում եմ ժամային տեսակետից ճիշտ հստակեցնելու համար եւ մի օր ասացի որ ինչպես եք, ասեցի շատ զարմացած եւ շատ չգիտեմ ինչ վիճակում, ինչու, ասեցի մեր տանը մամա էր անցել, ամբողջը հատակին իրենք սովոր չէին ոչինչ վերցնել, ընկելա, գցել են թող մնա փչանա, հագուստա, ինչ անենք, հասկանում եք, իմ ամենամեծ խնդիրը եւ ստացված ինչպես ոնց ասեմ հայերեն չգիտեմ աշխատանքը ձեռք բերումը խնդիրը որ ես կարողացա իրականացնել դա միայնակ չգնան դուրս որովհետեւ առաջ օրը երբ որ եկա իրենց շենքի առաջ տեսա որ երեքը չգիտես ինչ վիճակով կիսահագած ոչ մաքուր գզգզված վիճակով խաղ են անում դրսում ասեցի ինչ եք անում այստեղ այսպես շատ ուրախ շատ զարմացած ձեզ ենք սպասում հիմա չէ հիմա միայն դուրս են գալիս իմ հետ մենք խաղում ենք միասին դրսում արդեն չենք թափում ոչինչ հատակին թափածը վերցնում ենք լվացվում ենք որը չկար պետքից հետո տուն մտնելուց հետո նույնիսկ իրենք իրար նկատողություն են անում հարցնում են դե երևի սովորական ընտանիքում դա հիմա որ ասում եմ միգուցե հանդիսատեսներին հեռուստատեսներին շատ դա զարմացնի բայց դա մեծ խնդիր էր որը կարողացա կարգավորել իսկ կրթական մակարդակը ինչ աստիճանի էր Արայիկը հասցնում է, բայց հասցնում է ինքը վիրավորում է, որ ասում եմ Արայիկը դու դեռ պետք է ունենաս սա, քանի որ ինքը իրեն համեմատում է իր քույրու եղբայրին, Ալվարդիկը 4 դասարան է, բայց սովորում է 3-րդ դասարանի դասագրքերով, մեկ օր դասղեկին հարցրեցի վիրավորված, իսկ ինչու Ալվարդիկը չունի իրեն համապատասխան դասագրքերը, ասեց, երբ որ աղյուսակը կսովորեք, կունենաք, եւ եղավ արտակուրտները աշնանային, եւ մենք աշնանային արտակուրտերի ընթացքում սովորեցինք։ Փոխեցին գիրքը։
դեռ ոչ, քանի որ ինքը դեռ խնդիր ունի չտրողնաչնի քարանիշ թվերով գործողություններ անելով, բայց ես գտնում եմ, որ եթե լինեմ այնտեղ ամռան ընթացքում, այս ընթացքում ձմեռային արձակուրդների մենք կհասնենք, որովհետև նայեք, ես չեմ ուղղակի ճաշ պատրաստում կամ հագուստը պահարանում, դասավորում, ես մենք խնդիր ենք լուծում Այ օրինակ հագուստը 13-ն է Ալվարդիկ ջան, ես դրեցի պահարանը այս քանակը, ինչքան մնաց, այնտեղից Լևոնը արագ պատասխանում, ինքը շատ խելացի երեխա է, շատ ուղղակի մի տարին էլ բաց է թողնվել, ինքը երկրորդ դասանում է, բայց շուտ շտկում է, շատ ընդունակ են։ Երեքն էլ ջիղուն են, լավ ջիղ գեղարվեստական, գույնի զգացողություն, ֆորմայի զգացողություն, ցույց կտամ Արայիկը նկար ունի կատուն եւ ձկները, ես երբ որ նայեցի, ինձ թվաց, ես Մատիսի նկարներն եմ նայում, գույներով, գծերով, չգիտեմ, այնքան նման էր, ունեն, երեքն էլ լավ նկարում են, լավ պատկերացում ունեն, որ նկարիչը կերազեր, դե իրանք մանուկ են, իրանք մոտ ամեն ինչ ավելի անմիջական, ավելի բաց, առանց պայմանավորվածությունների, չգիտեմ, ճիշտ եմ ասում այդ բառը։ Դուք նաև երեխաների համար զարգացնող խաղեր եք հորինում, խաղում, որպեսզի ընդհանուր։ Մենք ունենք խաղ 3 քանի որ իրենց համար գիրք չեն կարդացել, երբ որ բան են բացատրում, ինչ որ ուզում են, ինչ որ մի առարկայի մասին խոսել, այն որ բանը, այն որ այսպես է, այն որ աշխատում են մի քիչ ավելի հստակեցնել, ինքը կլոր է, ինքը քառակուսի է, ինքը ուտելիք է, հասկանում չունեն ընդհանրապես պաշարվածություն, բառապաշար չկա, պատկերացում չկա դրա մասին։ Դուք նաև ասում եք, որ երեխաների այս պահին ամենաանհրաժեշտը գիր գրականությունն է, որով ուզում եք ապահովել իրենց։ Ճիշտ էի ասում եւ ուզում եմ, դա ուզում եմ գրքեր, որը այս ժամանակի երեխաներին հետաքրքիր կլինեին հայերեն լեզվով, քանի որ ես ռուսախոս եւ ռուսամտած եւ կրթվել եմ ռուսական ձևով, այդ բոլորը ես ունեմ ռուսերեն իմ ներքին պաշարի մեջ, ոչինչ չունեմ հայերեն, առավելապես ժամանակակից, որը կհետաքրքրեր երեխաներին, որոնք հեռուստացույց են նայում, որոնք հեռախոսի մեջ ինչ որ բաներ են գտնում նայում դրանք արձագանքողներ կլինեն, որովհետև մեր հաղորդումից հետո սովորաբար ստանում ենք արձագանքներ։ Շատ շնորհակալ եմ ձեզ այդ գրականությունով կապահովեն եւ ասում են աշխարհում միակ բանը երևի սերն է, որ ինչքան տալիս ես, այդքան բազմապատկվում է, չի պակասում երբեք։ Երբ որ մենք նույնիսկ հեռախոսով խոսում ենք, ձեր սերը, հոգատարությունը երեխաների հանդեպ զգացվում էր, հա։ Այդքան սեր եք տվել իրանց, այդ սերը երեխային ինչպես է փոխում։ Հատկապես այն երեխաներին, ովքեր ունեցել են այդ սիրո պակասը։ Չարաճճիությամբ։ Երբ որ երեխայական չարաճճիությամբ, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան այդ չարաճճիությունը։ Ժամանակից շուտ մեծացած երեխաներն են, որ երեխան սկսում է, այսպես ասած, ճակերտավոր անկարգություն անել, դու հասկանում ես, որ իր մոտ չկա, այլևս չկա վախի ոչ դավերի ոչ վստահության պակասի զգացմունք չկա, ինքը արդեն դառնում է երեխա մանկությունը ինչպես որ բնությունը թելացնում է, մեկ որ հարցում են, երբ որ որպես դայակ ուզում են հասկանալ, ասում են, չարա երեխան, ես այս մեր հայկական այդ հարցը երբեք չեմ կարողանում, ճիշտ ասած չեմ հասկանում, չար երեխան որն է, ես սիրում եմ չար երեխա չկա, կա չարաճճի երեխա, կա մտքով սուր երեխա, այդտեղից էլ գալիս է հետաքրքրությունը եւ չարաճճությունը, այսպես նստած երեխա չեմ հասկանում ու չեմ սիրում, ճիշտ եմ ասում։ Հիմա իրենք արդեն ավելի անհոգ կյանքով են ապրում։
ունենալով ձեզ իրենց կողքին։ Միգուցե որովհետև սկզբում իմ պահանջները քիչ էին, գրեթե 1-2 սանիտարական ինչ որ ընտանիքում բնակարանում իրենց արտաքինում պահանջները հիմա ուրիշ են եւ դրանից ելնելով երևի իրենք էլ արդեն ուրիշ ձև են արդեն վերաբերվում եւ շատացել են իմ պահանջները։ Իսկ իրենց մոտ վախ չկա, որ դուք այնուամենայնիվ կարող եք լքել իրենք նորից կարող են մենակ մնալ։ Այդպիսի վախեր չունեն, չեն խոսում այդ մասին։ Ես չեմ խոսում։ Բայց իրենք չեն արտահայտվում, չեք զգում, ունեն այդ վախերը։ Ասեմ, դա գալիս է Ալվարդիկի մոտ պահանջկոտ, տարօրինակ պահանջկոտ, պարտադրող մի, երբ որ արդեն գալիս է ժամը 7 եւ պետք է գնամ, գնում եք, ասեմ որ 3-ն էլ դուքով են դիմում, գնում եք, ասում իսկ չեք մնում մինչև 9, ընդրեց Լևոնը կվազի կգա, պետք է մինչև 11-ը մնաք, այսպես։ Երեխաները ունեն այդ հոգատարության կարիքը։ Ասում եմ կգամ, երեխեք, վաղը էլի եմ գալու, մի բան արեք, մի նեղվեք, օրերը, այսօր, օրը, որ ես չեմ լինելու, մի փոքր, ես այդպես եմ զգում, որ իրենք երևի թե ուզում են ինձ, չգիտեմ, չեմ հարցնում, ես իրենց ասում եմ, դուք ինձ մի սիրեք, դուք ինձ ուղղակի լսեք, ես ձեզ պետք է սիրեմ, դուք ինձ կարող եք չսիրել, երեխեք ջան, դուք ուղղակի ինձ իմ ասածները լսեք։ Իսկ հայրը աշխատանք ունի, տանը լինում է, թե։ Չէ, իհարկե ինքը լավ հայր է, ինքը լավ իր ոնց ասեմ, իր չափի մեջ, իր ձևի մեջ, դե բոլորս տարբեր ենք, մեկը ավելի ինտելեկտով բարձր, մյուսը ոչ, մեկը կրթված, մյուսը ոչ, իր ձևի մեջ ինքը հիանալի հայր է։ Ինքը ես երբ որ իր ներկայությամբ նկատողություն եմ անում, ես նկատում եմ, որ այն բաների վրա, որ ես ուշադրություն եմ դարձնում նկատողությունով, ինքը չի անում դա, ինքը ընդհանրապես սիրում է իր երեխաներին, մեծ սիրով։ Իսկ մայրիկից այսքան տարիներ ձայն նորություն չի եղել։ Երբ որ տատիկ կար, ես դե նոր մարդ էի, ես չեմ ուզել խորանալ իրենց ընտանիք, ես ընդամենը դայակ եմ, ես բոլոր ընտանիքներում որտեղ աշխատել եմ դայակ, ես ասել եմ, ես պահարան եմ, ես ձեր այսպես ասած ընտանեկան գործերին չեմ կարող ներթափանցել, ինձանից ոչինչ էլ չեք կարող իմանալ, մնացած օրինակ անդամներից բացի խնամվող երեխայի, եւ դրա համար ես հարցեր չեմ տվել, առավել եւս երեխաներին, տատիկն ասել է, որ 1-2 անգամ եկել է մայրը, այդպես չգիտեմ։ Դե որ գնացել է ինձ ինչ հետաքրքրություն, եկել տեսել գնացել է, դա ճիշտը կլիներ ինքը մնար եւ հոգ տաներ իր երեխաների մասին ծնած, դա է ճիշտը։ Իսկ ձեզ համար ամենաբարդը որն է այսօր արդեն, այո։ Չեք կապվում երեխաների հետ, հետո ոնց եք պատկերացնում ձեր բաժանումը, եթե պատկերացնում եք։ Մի փոքրիկ բան պատմեմ, չգիտեմ ճիշտ է թե չէ այս շրջանակում, ես իմ սուրճը ինձ հետ եմ բերում, 2 հատ քանակով տուփիկներով բերում, խմում եմ, եկավ սուրճի ժամը եւ ես տեսա, որ երկրորդ սուրճս չկա։ Իսկ մինչև այդ ես իմ նախորդ երեխան հիմա Իսպանիայում է, նախորդ պահված երեխան Իսպանիայում է եւ այդ օրը իրենցից ձայնային հաղորդագրություն էի ստացել եւ շատ ուրախացել էի, իրեն գիտեն, Ալվարդիկը գիտի, որ դա իմ կիրը չկանա եւ այլը եւ հասկացա, որ հետո հայտնվեց, ես Արայքի հետ մենք գնացինք, այլ գործ ունեինք փոստում, գնացինք, վերադարձանք, սուրճ էլ վերցրեցի, եկա ու հանկարծ տեսա, որ կորցրված է գտնվել է եւ հասկացա, որ Ալվարդիկի խանդն էր դա։ Երեխա են իրենք, ես հասկանում եմ, բաժանումն էլ չգիտեմ,
դժվար է, բոլորին էլ սիրում եմ, բոլորի ծննդյան օրերը գիտեմ։ Իրենք էլ նույն երբ որ չլինեմ, իրենք էլ կլինեն նույն այդ շարքում։ Չես կարա չսիրել եւ երեխայի հետ լինել։ Այո։ Նրանք զգայուն էակներ են, նրանք զգում են քո բնավորությունը, քո տրամադրությունը, քո տրամադրվածությունը դեպի այդ օրը եւ այդ անձը իրենցի նկատի ունեմ։ Շատ լավ, ինչ որ բան ունեք ավելացնելու, որի մասին կուզեիք խոսել, չխոսեցինք։ Կուզեմ, որ լինեմ, թե չլինեմ, իրենց կրթության վրա լուրջ ուշադրություն դարձվի։ Ես անում եմ դա, իհարկե դժգոհությամբ են ընկալում, սկզբնական շրջանում Լևոնը ինձ հետ դասեր չէր պատրաստում։ Հիմա արդեն ես հայրիկին խնդրեցի, որ իրեն սեղան, դպրոցական այդ գունազարդված սեղաններից գնեն, դժվար էր իրենց իհարկե այդ ֆինանսական այդ հազարները տրամադրել դրան, բայց դա բերեց իր ժամանակավոր երևույթը, որը որ ինքը նստում էր, դա իրենն էր եւ հրամայում էր։ Ռիթմիկ տատիկ, դե եկեք դասերը պատրաստենք։ Հետո արդեն դա էլ իրեն հետաքրքիր չէր, բայց մնաց մաթեմատիկան մենք միասին ենք անում, ես երբեմնից իր ձեռքը բռնում եմ, որտեվ 3-ի ձեռագիրը մաքսի տառերով է կատարվում, դե ալմարտիկը դիսլեքսիա ունի, ես հասկանում եմ, դժվար է, ինքը ձախլիկել են, դժվար է փոքրիկ շարել, բայց Լևոնի մոտ, երբ որ ես իրեն ասում եմ փոքրիկ իմ ու քո նման, փոքրիկ գեղեցիկ դու կարող ես տառեր են գնում, թվեր են գնում, ինքը անում է դա։ Կուզեմ կրթված տեսնեմ իրենց, որտեվ իրենք շատ պոտենցիալ ունեն, մեծ պոտենցիալ ունեն, ուղղակի հետևել հասցնել այն մակարդակին, որը որ տվյալ տարիքային համակարգում պահանջվում է։ Շնորհակալ եմ շատ անկեղծ զրույցի համար, թող ոչ մի երեխա չանցնի այդ դժվարությունների միջով, թող բոլոր երեխաները այո գտնեն իրենց սիրող, հոգատար ձեռքը, խնամող ձեռքը, ինչպեսին որ ձերն է։ Կուզեի, որ իրենք թեկուզ ոչ արյանակից կրովն է, մայր ունենային, մայր, խորտ մայր, իրենց հորը կին, որը որ հոգ կտաներ։ Եթե կամ ես, կան նաև ուրիշներ, ուզում եմ դա, անկեղծ եմ ասում, ուզում եմ, որովհետև ամեն երեխա երազում եմ մամա ասել, ամեն երեխա։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման մեկնաբանությունների դաշտում դուք եւս կարող եք կիսվել ձեր պատմությամբ եւ մենք պատրաստ ենք նաեւ այն ներկայացնել։